Պարոն Փաշինյան, ընդդիմությունը, հասարակական, քաղաքական, նաև իրավապաշտպան կառույցները քննադատում են ձեր խորհրդարանում արված հայտարարությունը վերաբերում էր նրան, որ եթե ընդդիմադիր որոշ ուժերի ընտրեն, դուք հայտարարել եք, որ կասեմ, եթե ասեմ այդ ուժերը կանցնեն ազգային ժողով, նշանակում է մտքովս անցկացնեմ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա։ Սա ասում են, որ դուք վիրավորում եք այն մարդկանց, ովքեր ցանկություն կհայտնեն ընտրել ոչ քաղաքացիական պայմանագրի, այլ կոնկրետ որոշակի ուժերի, ընդհանրապես խոսույթի, նաև ԿՊԱ-ական առանձին պաշտոնյաների, ինչպես եք մեկնաբանում եւ վերաբերում, եւ երկրորդ հարցը Երևանում ստեղծված իրավիճակը ինչ հանգուցալուծում է ի վերջո սպասվում, որովհետեւ խայտարակ խցանումներ, խայտարակ փոսեր, վարորդները բողոքում են, որ իրենց մեքենաները վնասվում են, փոխհատուցում որպես այդպեսին չկա, ինչ է արվում, որպեսզի որոշակի առումով բեռնաթափվի, որովհետև կարծիք կար, որ օրինակ եթե կարմիր գծեր աստղաբաշխական թվով բարձրանան, օրինակ նաև որոշակի առումով բեռնաթափում կլինի, սակայն տեղ ունեցավ բոլորովին հակառակը, նաև նշում են, որ սա ըստ էության Երևանում կոնկրետ վատ կառավարման արդյունք ու հետևանք է։ Շնորհակալություն։ Նախ էլի ուզում եմ ընդգծել, որ ձեր հարցը բացարձակապես առաջին հարցը իրականության որևէ կապ չունի, որովհետև շունուշանգյալ արտահայտությունը օգտագործել են ընդդիմության ներկայացուցիչները, կոնկրետ ուժեղ Հայաստան կուսակցության պատասխանատուները եւ դա բացահայտվել են հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեղեկատվությամբ եւ շատ պարզ բան եմ ասել, երբ որ հանրությունը տեսնում է, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը իր քաղաքական տրամաբանության մեջ մտնողներին անվանում է շունուշանգյալ եւ բոշա, ես ասում եմ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ դրանից հետո մարդիկ քվեարկելու են այդ կուսակցության օգտին, որովհետեւ ըստ էության ուժեղ Հայաստան կուսակցությունը մարտահրավեր է նետում մարդկանց իրենց օգտին քվեարկելով ինքնահայտարարագրվել որպես այդպեսին, եւ ես ասում եմ, որ ես չեմ հավատում, որ Հայաստանի Հանրապետությունում կան նման քաղաքացիներ, ովքեր պատրաստ են այդ պիտակավորումը վերցնել, կուլ տալ եւ մարսել։ Եվ հետեւաբար իմ կանխավարկածը այն է, որ այդ կուսակցությունը 5% կամ չգիտեմ դաշինք են թե կուսակցություն արգելքը չի հաղթահարելու խորհրդան մտնելու համար։ Եվ սա իմ մեծագույն հարգանքի դրսևորումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, որտեղ եթե քաղաքական ուժը, ուժեղ Հայաստան կուսակցությունը իր կողմնակիցների մասին խոսալիս կամ իր որպես իր կողմնակից ցուցակագրվածների մասին խոսալիս ասում է շունուշանգյալ, ասենք այդ մարդիկ դրա արդյունքում պետքա այդ պիտակավորումը ընդունեն գնան քվեարկեն այդ կուսակցության օգտին, եթե ես սենց մտածեմ, անհարգալից է դա մարդկանց վերաբերյալ։ Եվ այդ խոսույթը ես չեմ օգտագործել։ Ես ընդամենը մեջբերում եմ արել իրենց օգտագործած խոսույթից, որը գաղտնալսումներով հրապարակվել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Այսինքն եւ ձեր հարցը, գիտեք, այնպիսի տպավորություն է, որ դուք ինձնից եք լսել այդ արտահայտությունը։ Ինձնից չեք երկու տեղից ինձնից լսել եք մեջբերում։ Դրանք տարբեր բաներ են։